Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1526-րդ օրն է։ Վստահ եմ, որ շատերն են սպասում մեր այսօրվա եթերին Ռուսաստանի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի նոր հարվածների եւ Երևանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում Զելենսկու հնարավոր այցի շուրջ Հայաստանում ռուսամետ շրջանակներում տիրող խոճապի ֆոնին Ուկրաինայի գլխավոր շտաբը հաստատել է Туапսեի նավթավերամշակման գործարանի արդեն 3-րդ խոցումը։ Туапսեում հարվածների շարունակությունը սպասելի էր, քանի որ առաջին երկու ալիքները ամբողջությամբ չէին ոչնչացրել Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքները այդ տարածաշրջանում, անհրաժեշտ էր Պուտինին լիովին զրկել այդ ուղղությամբ նավթից գումար վաստակելու հնարավորությունից, այնպես որ եւ հարվածը եւ արդյունքները սպասելի էին։ Իդեպ ռուսական աղբյուրները հայտնում են, որ Խաբարովսկի երկրամասում պայթեցրել են գեներալ-մայոր Ազատբեկ Օմուրբեկովին, ով Բուչայում հրամայում էր ռուս օկուպանտներին։ Մեր լսարանը քաջ ծանոթ է իմ այն արտահայտությանը, որ բոլոր նրանք, ովքեր հանցագործություններ են կատարել Ուկրաինայում, պատիժ են կրելու, ում բախտը բերի կհայտնվի դատարանի առաջ։ Ռուսական կողմը փորձում է թաքցնել Օմուրբեկովի պայթեցումը, բայց ինձ թվում է մեր հետախույզները դեռ մանրամասներ կհայտնեն մեզ։ Ինչ վերաբերում է Զելենսկու հնարավոր այցին, նշեմ, որ այդ տեղեկատվության սկզբնաղբյուրը, որը կարծես քուն ու դադարից զրկել է Հայաստանում պրոռուսական ուժերին, ադրբեջանական ռեսուրսն էր առաջինը լրատվությունը տվել անգլալեզու, ինչից հետո միայն լուրը տարածվեց Հայաստանում սեփական աղբյուրների վրա հղում անելով, փաստորեն Հայաստանում շատ լրատվականների սեփական աղբյուրները դա ադրբեջանական կայքերն են։ Դե Հայաստանի պրոռուսական շրջանակների խոճապը կարելի է հասկանալ, ես տեսա արդեն մի քանի արտահայտություններ, թե ինչ կտա դա Զելենսկուն, ինչ կտա դա Փաշինյանին։ Պրոռուսական ուժերը վախենում են, որ կպայթի ստի այն փուչիկը, որ տարիներ շարունակ փչում էին Ուկրաինան, ներկայացնելով բացառապես որպես Թուրքիայի եւ Ադրբեջանի բարեկամ։ Բայց ինձ թվում է ռուսամետների անհանգստությունը վաղաժամ է, որովհետեւ եթե այցը կայանա, այն լինելու է եվրոպական միջոցառման շրջանակներում եւ դժվար թե նման խիտ գրաֆիկի պայմաններում հնարավոր լինի մեկ անգամից ցրել բոլոր այն առասպելները, որոնք Ռուսաստանն ու իր սպասավորները Հայաստանում տարածում էին տասնամյակներով։ Եթե այցը կայանա, այն կլինի բլից պատասխան նրանց, ովքեր օգտագործեցին օրերս Զելենսկու այցը Ադրբեջան Ուկրաինայի ուղղությամբ նոր չհիմնավորված բացասական ալիք ժայթքելու համար։ Եթե նկատեցիք, ես ասացի, եթե այցը կայանա, որովհետև իրավունք չունեմ որևէ բան անոնս անել, հատկապես Իրանից հնչող սպառնալիքների ֆոնին։ Եթե այցը տեղի ունենա, դա ցույց կտա, որ Ուկրաինան բաց է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման համար, ավելի ճիշտ կապացուցի։ Առաջին անգամվա համար, հաշվի առնելով այցի հանգամանքները, սա կարծում եմ բավարար է, իսկ ահա եթե հաջողվի կազմակերպել հենց առանձին ուկրաինական առաջնորդի այցը Հայաստան, ապա արդեն ավելի լայնորեն կհաջողվի բացահայտել Ուկրաինայի եւ Հայաստանի հարաբերությունների ներուժը։ Նման այցերը տեղի են ունենում առկա օրակարգերի դեպքում, ինչպիսին օրինակ կար Ադրբեջանի հետ։ Արդեն նախորդ եթերում ասացի, որ եթե հայկական կողմից քաղաքական կամք լինի, ապա նման օրակարգ էլ կլինի Հայաստանի եւ Ուկրաինայի միջև։ Ուկրաինայի նախագահի վերջին պաշտոնական այցը Հայաստան տեղի է ունեցել 2002 թվականի հոկտեմբերին, այն ժամանակ կուչման էր եկել։ 24 տարի Ուկրաինայի ոչ մի նախագահ չի այցելել Հայաստան, եւ թեկուզ Զելենսկու հնարավոր այցը պաշտոնական կամ պետական չի, բայց միևնույն է ցանկացած այց Հայաստան առանձնահատուկ վերաբերմունքի արտահայտություն է, հաշվի առնելով այն բոլոր խոչընդոտները, որոնք ստեղծվել էին նախկինում եւ ստեղծվում են հիմա մինչև Երևանում գագաթնաժողովի մեկնարկի օրը։ Մեր մշտական լսարանը գիտի, ես հենց այնպես ոչինչ չեմ ասում։ Իսկ առայժմ ես անձամբ շատ ուրախ կլինեմ, որ իմ նախագահը, ում ես շատ հարգում եւ գնահատում եմ, կկարողանա շնչել իմ հարազատ Երևանի օդը։ Սա հարազատի հանդիպում է հարազատին Ուկրաինայի եւ Հայաստանի հարաբերություններում երկար տարիների ծանր մառախուղից հետո։ Դե մենք էլ մեր կողմից ձեռքներս ծալած նստած չենք, փորձում ենք օգտակար լինել երկու դեսպանատներին բոլոր հնարավոր հարցերում եւ նրբություններում, որոնք կարող էին առաջանալ եւ առաջանում էին։ Հուսանք, որ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի, ինչպես պլանավորվում է, բայց եթե հանկարծ այնպես ստացվի, որ Զելենսկին չգա, ապա դա կապված կլինի բացառապես անվտանգության ապահովման կամ ավելի ճիշտ չապահովման մակարդակի հետ, որովհետեւ Իրանից ուղիղ սպառնալիքներ են հնչել Ուկրաինայի հասցեին, մեր լսարանը լավ գիտի այդ մասին, այնպես որ զինվենք համբերությամբ եւ սպասենք մի քանի օր։ Այդ ընթացքում մեր Telegram-յան ալիքին եթե հետևեք, հենց պաշտոնական տեղեկատվություն լինի, մենք
անմիջապես ձեզ կտեղեկացնենք։ Ինձ թվում է հարկավոր չէ ուշադրություն դարձնել այդ Հայաստանի պուտինյան վախկոտներին, դրանք միշտ եղել են եւ կլինեն, դրանք իրենց առասպելներ հորինելու արհեստը երևի թե չեն դադարեցնելու։ Հիմա անցնենք ձեզ համար ավելի հաճելի նորություններին։ Կարծում եմ ձեզանից շատերն են արդեն տեսել Туапսեի այն հիանալի կադրերը, որոնք ստացվեցին բարի ուկրաինական դրոնների այդ տարածաշրջան կատարած այցից հետո։ Նավթային օբյեկտին հասցված նախորդ երկու հարվածներից հետո դեռ մնացել էր մի փոքր չվնասված հատված եւ հենց դա էլ ոչնչացրեցին բարի դրոնները։ Туапսե կատարած երրորդ այցի շրջանակներում տեղացիները վախենում էին, որ հենց անպայման երրորդ հարվածը կլինի։ Դա երևի թե ճիշտ էլ անում էին, որովհետեւ ուկրաինական դրոնները իրենց սկսած գործը միշտ ավարտին են հասցնում։ Նաեւ երրորդ անգամից հետո, եթե տեսնենք, որ էլի բան է մնացել, ինձ թվում է նոր այցելություն կլինի Туапսե, բայց պետք է որ ամբողջական արդեն ոչնչացված լինի նավթային ենթակառուցվածքը։ Նաև մեկ օր առաջ Ուկրաինայի պաշտպանության ուժերը խոցել են Այպետրի ռադիոտեխնիկական գումարտակի ռադիոլոկացիոն կայանը ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ախոտնիչիե բնակավայրի տարածքում։ Բացի այդ, անցած 2 օրվա ընթացքում մեր պաշտպանները հաջողությամբ հարվածել են ռուսների հրամանատարական դիտակետերին Մալաչանսկի, Ստուլնևեի, Կոխանայի, Ուսպենովկայի մոտակայքում եւ նյութատեխնիկական միջոցների պահեստին Զապարոժեի մարզի Կիրիլովկայի շրջանում, զավթիչների կենթանի ուժի կուտակումներին Դոնեցկի մարզի Վելիկայա Նավասյոլկայի եւ Ռադինսկայի, Զապարոժեի մարզի Ստարաբագդանովկայի եւ Ղրիմի Օվրաժովկայի մոտակայքում։ Ի թիվս այլոց խոցվել է դրոնների կառավարման կետ Խերսոնի մարզի Գոլայա Պրիստան բնակավայրի մերձակայքում։ Սա դեռ ամենը չէ, մեր եթերի երկրորդ մասում ձեզ նոր մանրամասներ կներկայացնեմ։ Չինաստանը իր բողոքն է արտահայտել Ռուսաստանի դեմ Եվրոմիության պատժամիջոցների 20-րդ փաթեթում իր ընկերությունների ներառման կապակցությամբ եւ պահանջել է անհապաղ հանել դրանք ցուցակից։ Չինաստանի առևտրի նախարարությունը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ Եվրոմիության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի հրապարակումից հետո, այս մասին հաղորդում է Reuters-ը, սահմանափակումների տակ են հայտնվել այն կառույցները, որոնք մեղադրվում են Ռուսաստանին երկակի նշանակության ապրանքներ եւ պաշտպանական արդյունաբերության համար բաղադրիչներ մատակարարելու մեջ։ Չինացի պաշտոնյաների խոսքով Եվրոմիության որոշումը հակասում է Չինաստանի եւ Եվրոմիության առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին եւ հարվածում է փոխադարձ վստահությանը։ Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ հետևանքների ողջ պատասխանատվությունը իբր կրելու է Բրյուսելը, բայց ասեք, որ լավ է, որ այս ռուսներին օգնողների զնգոցը գալիս է։ Եվրոմիության պատժամիջոցների 20-րդ փաթեթը ընդունվել է ապրիլի 22-ին եւ անդրադարձել է ոչ միայն չինական ընկերություններին, այլև այլ երկրների կազմակերպություններին, որոնք Ռուսաստանին կրիտիկական տեխնոլոգիաներ էին մատակարարում։ Հիմա մի պահ կխնդրեմ ընձեռնել մեր եթերը լայքելու համար, ըստ նոր ավանդույթի մի պահ ընձեռնենք եթերին օգնելու եւ շարունակենք։ Սա գիտեք YouTube-ի ալգորիթմների համար է։ Իսկ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է երկրի պատրաստակամության մասին միանալու վճռականների կոալիցիային, որն աջակցում է Ուկրաինային, ավելի քան 30 երկիր միավորող վճռականների կոալիցիան, որն օգնում է Ուկրաինային հետ մղել ռուսական ռազմական ագրեսիան, կարող է համալրվել եւս մեկ երկրով, խոսքը Մոլդովայի մասին է։ Այս կոալիցիային միանալու Մոլդովայի պլանների մասին պատմել է երկրի առաջնորդ Մայա Սանդուն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։ Մոլդովայի նախագահի խոսքով Քիշինյովը Կիևի հետ քննարկել է մոլդովական կողմի միացման հնարավոր ձևաչափը, հաշվի առնելով երկրի չեզոք կարգավիճակը։ Սանդուն նաև նշել է, որ Մոլդովան արդեն իսկ աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային, այդ թվում ականազերծման հարցերում։ Իսկ մինչ Թրամփը պնդում է, որ Իրանի նավթային ենթակառուցվածքները կարող են բախվել կրիտիկական խնդիրների արդեն առաջիկա օրերին, ամերիկյան առաջնորդը մեծ խնդիրներ է կանխատեսում Թեհրանի համար կապված իրանական նավթային ենթակառուցվածքների աշխատանքի խափանումների հետ։ Ֆրիդրիխ Մերցն է հանդես եկել Թրամփի հասցեին քննադատության հերթական չափաբաժնով։ Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Իրանի ռեժիմի մնացորդները նվաստացնում են Միացյալ Նահանգներին եւ ստիպում ամերիկացի պաշտոնյաների մեկնել Պակիստան, իսկ հետո վերադառնալ առանց որևէ արդյունքի։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։ Մերցը նաև նշել է, որ չի տեսնում, թե ելքի ինչ ռազմավարության է հավատարիմ մնում Ամերիկան Իրանի հետ պատերազմում։ Իրանցիները ակնհայտորեն շատ հմուտ են բանակցություն վարելու մեջ, ավելի ճիշտ շատ հմուտ են բանակցություններ չվարելու հարցում, թույլ տալով ամերիկացիներին ժամանել Իսլամաբադ, իսկ հետո նորից հեռանալ այնտեղից առանց որևէ արդյունքի, ասել է Գերմանիայի կանցլերը։ Ըստ նրա, իրանական
ռուսական ղեկավարությունը, հատկապես այսպես կոչված հեղափոխության պահապանները, նվաստացնում են մի ամբողջ ազգի։ Հետևաբար նա հույս է հայտնել, որ սա կավարտվի որքան հնարավոր է շուտ։ Մերձավոր Արևելքում իրադարձությունների պակաս չկա։ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են OPEC-ից եւ OPEC+-ից դուրս գալու մասին։ Մեջբերեմ Էմիրատների հայտարարությունը, այս քաղաքական որոշումը ընդունվել է Միացյալ Արաբական Էմիրությունների արդյունահանման քաղաքականության, ինչպես նաեւ դրանց ներկա եւ ապագա հզորությունների համապարփակ վերանայումից հետո այն հիմնված է մեր ազգային շահերի եւ շուկայի հրատապ կարիքները արդյունավետորեն բավարարելու հանձնառության վրա նշված է Միացյալ Արաբական Էմիրությունների հայտարարության մեջ աշխարհաքաղաքական տեսանկյունից Միացյալ Արաբական Էմիրությունների դուրս գալը OPEC-ից հարվածում է արաբական միասնությանը։ Էմիրությունները այսպիսով մարտահրավեր են նետում Սաուդյան Արաբիային, քանի որ հենց սաուդցիներն էին OPEC+-ի ոչ պաշտոնական առաջնորդը, այդ թվում արդյունահանման քվոտաների բաշխման հարցում։ Բայց տնտեսական տեսանկյունից Միացյալ Արաբական Էմիրությունների որոշումը նոր փուլ է բացում նավթային շուկաների վերաբաշխման հարցում, նավթի գների գլոբալ անկման հեռանկարով։ Ես որքան հասկանում եմ, Էմիրությունները որոշել են օգտվել Իրանի պատերազմից, որպեսզի ազատվեն OPEC+-ի կաշկանդող քվոտաներից եւ հեռանկարում դուրս գան արդյունահանման նոր մակարդակի, զբաղեցնելով շուկայի զգալիորեն ավելի մեծ բաժին։ Կարճաժամկետ հեռանկարում սա իհարկե որևէ կերպ չի կարող ազդել նավթի գների վրա։ Միացյալ Արաբական Էմիրություններին նախևառաջ պետք է գոնե վերականգնել արդյունահանումը մինչև իրանական պատերազմի մակարդակը, բայց երկարաժամկետ հեռանկարում սրանից պետք է շահեն բոլորը, բացի Սաուդյան Արաբիայից եւ Ռուսաստանից։ Սա այն է, ինչ երևում է առաջին հայացքից, իսկ հետո կհետևենք զարգացումներին, աշխարհաքաղաքական հետևանքները կարող են շատ ավելի հեռուն գնացող լինել։ Մոսկվայի շքերթի չեղարկման մասին լուրերը չեն պակասում։ Ըստ ռուսական աղբյուրների, Մոսկվայում մայիսի 9-ի շքերթը կանցնի առանց ռազմական տեխնիկայի, իսկ հյուրերի թիվը կլինի անհամեմատ քիչ։ Մայիսի 9-ի շքերթը Մոսկվայում կտևի 1 ժամից էլ քիչ։ Ռուսական մամուլը նշում է, որ դրոնների սպառնալիքի պատճառով Ռուսաստանի իշխանությունները կարող են չեղարկել շքերթի օդային մասը։ Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին շքերթը այս տարի կանցնի առանց ռազմական տեխնիկայի, միայն քայլող շարասյուններով։ Այս մասին Կարնեգիի Բերլինյան կենտրոնի ռուսական ներքին քաղաքականության եւ տնտեսության փորձագետ Ալեքսանդրա Պրոկոպենկոն է գրել, հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ նրա զրուցակիցների տվյալների, հյուրերի քանակը սովորական հազարավորների փոխարեն կնվազի մինչև մի քանի հարյուրի, իսկ բուն շքերթը կտևի 1 ժամից պակաս։ Իհարկե, ռուսական քարոզչությունը կպնդի, թե նման ձևաչափը ի սկզբանե էր պլանավորված եւ կապված չէ դրոնների սպառնալիքի հետ, նշում է Պրոկոպենկոն։ Կան տվյալներ նաեւ շքերթի օդային մասի չեղարկման մասին, ինչպես ասացի, մասնագետները դա կապում են ուկրաինական դրոնների հարձակումների հետ։ Ռուսական հոպի խոցելիությունը շատ է մեծացել, այնպես որ ավելորդ անգամ Ռուսաստանի իշխանությունը որոշել է ռիսկի չդիմել։ Այս ամենը ռուսական աղբյուրների տվյալներն են, թե ինչպես կլինի իրականում մենք կտեսնենք, ինչպես ասում են, կյանքը ցույց կտա, բայց այն, որ Պուտինը փորձում է խուսափել խայտարակությունից, դա արդեն ակնհայտ է։ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը նոր զեկույց է հրապարակել, ըստ որի ուկրաինական ուժերը գտել են ռուսական հակաօդային պաշտպանության թույլ կողմը եւ շարունակում են օգտագործել այն։ Նշվում է, որ Սևաստոպոլին հասցված հարվածի ժամանակ տուժել են ռուսական մի քանի ռազմանավեր եւ ափամերձ ենթակառուցվածքներ։ Վերլուծաբանները նշում են մի քանի պատճառ, որոնք հնարավոր են դարձնում նման հարձակումները։ Ռուսական հոբ համակարգը ծանրաբեռնված է եւ չի հասցնում արձագանքել բոլոր սպառնալիքներին։ Ուկրաինան ավելացնում է սեփական դրոնների արտադրությունը։ 26 թվականի մարտից հարվածների հեռահարությունն ու քանակը մշտապես աճում են։ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի տվյալներով հենց թշնամու հակաօդային պաշտպանության գերծանրաբեռնվածությունն է Ուկրաինային հնարավորություն տալիս հասնել այնպիսի թիրախների, որոնք նախկինում գրեթե անհասանելի էին։ Ռուսաստանը կորուստներ է կրում ոչ միայն սեփական տարածքում, հարվածներ են հասցվում նաև ռուսների կողմից օկուպացված տարածքներում, մասնավորապես Ղրիմում։ 26 թվականի մարտից նման գրոհների ինտենսիվությունը նկատելիորեն աճել է։ Ուկրաինան ոչ միայն ավելացնում է դրանց քանակը, այլև հարվածում է ավելի հեռու եւ ավելի դիպուկ։ Իսկ թվում է ամերիկացի մասնագետները բաց են թողել մի կարևոր փաստ, որ ուկրաինական կողմը վերջերս կենտրոնացել էր հենց ռուսական հոպի ոչնչացման վրա եւ ոչնչացնելով ռուսական հոպը արդեն ավելի հեշտ է լինում ոչնչացնել այն թիրախները, որոնց պաշտպանում էին նախկինում դեռ գոյություն ունեցող հոպ միջոցները։ Սահուն մոտեցանք ռազմաճակատի թվերի բաժնին։
Բայց մինչև թվերը հայտնելը ասեմ, որ ապրիլի 29-ի առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերի ստորաբաժանումը գրոհել է պատժամիջոցների տակ գտնվող Մարկիս տանկերը, հարվածն իրականացվել է 2 ծովային կամիկաձե դրոնների օգնությամբ, այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Խոցումները շատ են, սա նույնպես ամենը չէ, առավոտյան ուկրաինական դրոնները հասել են Ռուսաստանի Պերմ եւ Օրսկ, եթերի երկրորդ մասում ձեզ ավելի շատ մանրամասներ կներկայացնեմ։ Իսկ ռազմաճակատում նախորդ 2 օրերին տեղի են ունեցել 415 մարտական բախում, որոնց ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը լիկվիդացրել են ևս 2360 ռուս օկուպանտի եւ նրանց 3458 միավոր տեխնիկան, տրանսպորտն ու սպառազինությունը։ Ուկրաինական գլխավոր շտաբը նաեւ հայտնել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր լուսանկարներով եւ տեսանյութերով արձանագրված տվյալների համաձայն լիկվիդացված օկուպանտների թիվը հասել է 1,328,820-ի։ Անցած 2 օրվա ռելիզները ձեր էկրաններին են, աջ կողմինը ամենաթարմն է։ Իսկ նախքան մեր եթերը շարունակելը նորից կհիշեցնեմ ձեզ, որպեսզի ովքեր դեռ չեն օգտվել YouTube-ի գործիքներից օգնելու մեր հաղորդման տարածմանը, անպայման դա արեք, խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է տարածեք սոցիալական ցանցերում։ Իսկ ես առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր ամենօրյա օգնության համար։ Մենք ձեզ հետ ձևավորել ենք մի հզոր թիմ, որը պայքարում է թշնամու ստի դեմ։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Իսկ Հայաստանի հարևան Իրանի այսպես կոչված իշխանությունները բնակչությանը կոչ են անում խնայել ռեսուրսները, արդյունաբերությանը հասցված լուրջ վնասների եւ երկրի աշխատուժի կեսի գործազրկության սպառնալիքի ֆոնին Ամերիկայի եւ Իսրայելի հետ հակամարտությունում իրավիճակը որևէ կերպ հանգուցալուծմանը մոտ չի թվում։ Associated Press-ի տվյալներով ռմբակոծությունների ընթացքում Իրանում վնասվել են հազարավոր գործարաններ, ոչնչացվել է 20,000 ձեռնարկություն, Իրանի ողջ արտադրական հզորությունների մոտ 20%-ը Տուժածների թվում են խոշորագույն դեղագործական հոլդինգը, օպտիկայի եւ քիմիական արտադրությունների գործարանները, ալյումինի եւ ցեմենտի գործարանները, մեծ վնաս է հասցվել պողպատաձուլական եւ նավթաքիմիական ոլորտներին, ավելի քան 50 նավթաքիմիական համալիրներ կանգնեցվել են, գնաճը անդրադարձել է ամեն ինչի վրա, պլաստմասայից եւ խողովակներից մինչեւ գործվածքներ եւ սննդամթերքի փաթեթավորում, հավի մսի գինը վերջին ամսվա ընթացքում աճել է 75%-ով, տավարի եւ ոչխարի մսինը 68%-ով, շատ կաթնամթերքների գները կրկնապատկվել են։ Իրավիճակը կարող է վատթարանալ, քանի որ Միացյալ Նահանգները շրջափակում է իրանական նավահանգիստները, փակելով ներմուծման եւ նավթի արտահանման հոսքերը, որոնք Իրանին միլիարդավոր դոլարներ էին բերում։ Տնտեսական խնդիրները զանգվածային բողոքի ցույցեր էին առաջացրել դեռ մինչև պատերազմը եւ կարող են իրանցիներին նորից փողոց հանել։ Կաշան քաղաքում, որը համարվում է Իրանի գորգագործության կենտրոնը, արտադրողների մոտ 80%-ը դադարեցրել է գործունեությունը արտահանման կտրուկ անկման եւ ներքին վաճառքների գրեթե զրոյական մակարդակի ֆոնին։ Associated Press-ը նշում է, որ Ամերիկայի կողմից իրականացվող շրջափակումը սպառնում է Իրանին լիովին զրկել արտահանման եկամուտներից։ 25 թվականին Իրանը վաճառել է մոտ 98 միլիարդ դոլարի ապրանք, ընդ որում այդ գումարի կեսից մի փոքր պակասը բաժին է ընկել նավթին։ Ծանր վիճակում են հայտնվել նաեւ իրանական պրոքսի ուժերը Լիբանանում, Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Հեզբոլլահի գրոհայիններին, նախորդին Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է Հեզբոլլահի ստորգետնյա թունելների հզոր ցանցը Լիբանանի հարավում։ Իսրայելցի ռազմական պաշտոնյաների խոսքով թունելները կառուցված են եղել իրանական ստանդարտներով, իսկ Իրանը, ինչպես հաղորդվում է, անմիջական մասնակցություն է ունեցել դրանց նախագծման եւ ֆինանսավորման հարցում։ Այս ենթակառուցվածքը ամբողջությամբ ոչնչացնելու համար ինժեներական ստորաբաժանումները օգտագործել են ավելի քան 450 տոննա պայթուցիկ։ Ստորգետնյա համալիրի ներսում իսրայելցի զինվորականները հայտնաբերել են զարգացած ենթակառուցվածքներ։ Իրանը իր պրոքսիներով ամեն կերպ շրջապատել է Իսրայելը եւ քայլ առ քայլ գնում էր իր նպատակին, այսինքն Իսրայելի ոչնչացման։ Իդեպ ՄԱԿ-ը Իրանում մահապատիժներին եւ ձերբակալություններին է անդրադարձել։ Պատերազմի սկզբից ի վեր Իրանում մահապատժի է ենթարկվել 21 մարդ, իսկ ավելի քան 4000-ը ձերբակալվել է։ Իդեպ անցած եթերի տակ մեկը գրել էր ով է Հոլոդոմորը ճանաչել, որ նախասան, որ հարիր չէ ցեղասպանություն վերապրած ազգի ներկայացուցիչներին նման կերպ վերաբերվել ուրիշի ցավին, հատկապես որ դա այնքան էլ ուրիշի չէ, որովհետև նախ հայերը 1000 տարուց ավել ապրել են Ուկրաինայում եւ Հոլոդոմորի ժամանակ նաեւ հայեր են զոհվել։ Ասեմ միգուցե էլի անտեղեկներ լինեն։ Այս պահի դրությամբ 26 թվականի ապրիլին Հոլոդոմորը պաշտոնապես որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն ճանաչվել է աշխարհի 33 երկրի
կողմից ճանաչող պետությունների թիվը զգալիորեն աճել է վերջին տարիներին։ Եվրոպայում դրանք Ավստրիան են, Բելգիան, Բուլղարիան, Միացյալ Թագավորությունը, Վատիկանը, Հունգարիան, Գերմանիան, Վրաստանը, Իռլանդիան, Իսլանդիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մոլդովան, Նիդերլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովենիան, Սլովակիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Չեխիան, Շվեյցարիան եւ Էստոնիան, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում Բրազիլիան, Կանադան, Կոլումբիան, Մեքսիկան, Պարագվայը, Պերուն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները միջազգային կազմակերպություններից Հոլոդոմորը որպես ցեղասպանություն ճանաչել են նաև Եվրոպական խորհրդարանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որոշ երկրներում, ինչպիսին է Իսպանիան, Հոլոդոմորը ճանաչվել է առանձին տարածաշրջանների մակարդակով, Վալենսիան, Կատալոնիան, Ամերիկայում ճանաչումը ամրագրված է ինչպես կոնգրեսի երկու պալատների, այնպես էլ նահանգների մեծ մասի մակարդակով։ Այս ցանկին պաշտոնապես միացած վերջին երկրներից մեկը Շվեյցարիան է 24 թվականի սեպտեմբերին, նրանց համար, ովքեր ցանկանում են համեմատություններ անել հայոց ցեղասպանության եւ Հոլոդոմորի մեջ, ասեմ, որ իմ կարծիքով դա անթույլատրելի է, բայց եթե ռուսական ազդեցության տակ մնացած մարդիկ թվեր են ուզում, ես կանվանեմ այդ թվերը։ Միջազգային ճանաչման գործընթացը հայոց ցեղասպանության սկսվել է 65 թվականից Ուրուգվայի կողմից առաջին ճանաչումից։ Ուկրաինան պետական մակարդակով սկսել է Հոլոդոմորի հարցը առաջ մղել միայն անկախությունից հետո, հիմնականում 2006 թվականից։ Այո, Ուկրաինան սկսել է այս գործընթացը մոտ 40 տարի ուշ, քան հայկական Սփյուռքն ու Հայաստանը։ Ուկրաինան իսկապես շատ ավելի ուշ է սկսել բարձրացնել Հոլոդոմորի ճանաչման հարցը, բայց վերջին տարիներին գրեթե հավասարվել է հայոց ցեղասպանության ճանաչման թվի ցուցանիշին, տարբերությունը երկու պետություն է կազմում։ Միգուցե ինչ-որ մեկի համար այս տեղեկատվությունը կարևոր լինի, բայց կրկնվեմ, համեմատել ցեղասպանությունները անթույլատրելի է։ Ցեղասպանությունը դա վիշտ է, եւ փորձել համեմատել ում վիշտն է ավելի կարևոր, ում վիշտն է ավելի շատ ճանաչված, ինձ թվում է ճիշտ չէ։ Անցնենք այլ կարևոր թեմաների։ Իդեպ Իրանի մասին տվյալները վերաբերվում էին ոչ ռազմական օբյեկտների վնասներին, ռազմականի առումով այլ թվեր են, այնտեղ հիմնական հնարավորություններն են ոչնչացվել Իրանի, սա հավելեցի, որ խառնաշփոթ չլինի թվերի մեջ, ռազմականը շատ ավելի շատ է տուժվել Իրանում, քան տնտեսական ոլորտը, բայց շրջափակումը հենց հիմա խեղդում է Իրանին հենց տնտեսության կողմից, իսկ Եվրոմիությունը կարող է պատժամիջոցներ սահմանել իսրայելցիների նկատմամբ, Ռուսաստանին գողացված հացահատիկի վաճառքի հարցում օգնելու համար Եվրոմիությունը դատապարտել է Խայֆայի նավահանգստում գողացված ուկրաինական հացահատիկով բեռնված ռուսական նավի բեռնաթափումը, Իսրայելից պարզաբանումներ է պահանջում եւ պատրաստ է պատժամիջոցներ կիրառել։ Եվրոպական միությունը կարող է պատժամիջոցներ սահմանել իսրայելցի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք կասկածվում են Ռուսաստանի կողմից ապօրինի դուրս բերված ուկրաինական հացահատիկի փոխադրմանը մասնակցելու մեջ։ Այս մասին հայտնում է իսրայելական Հaaretz պարբերականը։ Անցյալ կիրակի ապրիլի 26-ին Խայֆայի ծոց է ժամանել ռուսական ստվերային նավատորմի եւս մեկ նավ, որը բեռնաթափվել է Ուկրաինայի օկուպացված տարածքներից հանված հացահատիկը։ Չնայած Կիևի դիմումներին ուղղված իսրայելական իշխանություններին նավթին թույլատրվել է ավարտել բեռնափոխումը, արտաքին գործերի գծով Եվրոմիության ներկայացուցիչը հայտարարել է, որ Բրյուսելը վճռականորեն դատապարտում է ցանկացած գործողություն, որը նպաստում է Ռուսաստանի ռազմական ջանքերի ֆինանսավորմանը կամ պատժամիջոցների շրջանցմանը, եւ պատրաստ է ընդլայնել սահմանափակումները պատժամիջոցների ցուցակներում ներառել երրորդ երկրների անձանց եւ ընկերությունների։ Ուկրաինայի հետ համատեղ Եվրոմիությունը Իսրայելից պարզաբանումներ է պահանջում, ընդգծելով, որ նման քայլերը խաթարում են Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար Ռուսաստանի մեկուսացմանը ուղղված միջազգային միջոցառումները։ Ավելի ուշ Ուկրաինայի արտգործնախարարությունը հավելել է, որ Իսրայելը միակ երկիրը չէ, որտեղ Ռուսաստանը փորձում է իրացնել գողացված գյուղամթերքը, բացի Իսրայելից գողացված ուկրաինական հացահատիկը ընդունում են Թուրքիան, Եգիպտոսը եւ Ալժիրը։ Ինչպես տեսնում եք, ուկրաինական կողմը ոչ մեկի դեմ չի ընկրկում, նույնիսկ եթե երկիրը բարեկամ է ձևանում, Կիևը բարձրաձայնում է խնդիրները։ Սա եվրոպական քաղաքականության նորմերն են, հատկապես երբ երկիրը զգում է իր ուժը։ Մեր ուժը զգում են նաև Ռուսաստանում, Туапսեից տարածվող նավթային զանգվածը մոտենում է Գելենջիկում գտնվող Պուտինի պալատին, մնացել են հաշված կիլոմետրեր։ Նավթային այն զանգվածը, որն առաջացել է Туапսեի նավթավերամշակման գործարանին Ուկրաինայի հասցված հարվածի հետևանքով, լողում է ծովով դեպի դիկտատոր Պուտինի Գելենջիկի նստավայր։ Այս մասին են վկայում թափանցիկ աշխարհ էկոլոգիական մոնիթորինգի նախագծի հրապարակած արբանյակային լուսանկարները, ձեր էկրաններին է։
Դե մինչ նավթային բիծը շարժվում է դեպի Պուտինի նստավայր, մյուս տարածաշրջաններն էլ նույնպես միանում են այդ նավթային շարժին, Պուտինի ասած դվիժուխային։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը SBU-ն չորեքշաբթի ապրիլի 29-ին դրոններով հարվածել է ռուսական Պերմ գծային արտադրական դիսպեչերական կայանին, որը գտնվում է Ուկրաինայի սահմանից ավելի քան 1500 կիլոմետր հեռավորության վրա, բռնկվել է հսկայական հրդեհ, նախնական տվյալներով այրվում են նավթի պահպանման գրեթե բոլոր ամբարները, կայանը պատկանում է ռուսական Տրանսնեֆթ բաժնետիրական ընկերությանը եւ հանդիսանում է Ռուսաստանի մայրուղային նավթատար համակարգի ռազմավարական կարևոր խապ։ Այս կայանի միջոցով նավթը բաշխվում է 4 ուղղություններով, այդ թվում դեպի Պերմի նավթավերամշակման գործարան։ Նման հարվածները նվազեցնում են Ռուսաստանի արտահանման ներուժը եւ հիացում են ռեսուրսները, որոնցով ագրեսոր երկիրը ֆինանսավորում է պատերազմը Ուկրաինայում։ Ռուսական աղբյուրները գրում են նաեւ Օրսկ-Նեֆտեօրգսինթեզ գործարանում բռնկված հրդեհի մասին։ Հարձակման թիրախում է եղել նաեւ Լուկոյլ Պերմ-Նեֆտեօրգսինթեզը։ Մեր եթերի պատրաստման պահին Օրսկի հարվածի վերաբերյալ մանրամասներ չկային, բացի մեր Telegram-յան ալիքում տեղադրված կադրերից։ Նշեմ, որ այս գործարանը նույնպես կարևոր դեր է խաղում Ուրալի եւ Պավոլժեի նավթամթերքի մատակարարման հարցում։ Բացի այդ, արտադրանքի մի մասն էլ արտահանվում էր, բայց սա դեռ ամենը չէ ուկրաինական հարվածների մասով։ Ապրիլի 28-ի գիշերը օկուպացված Ղրիմում գիշերային գրոհից հետո հրդեհվել է ռուսական ուժերի զորամասը, որտեղ տեղակայված էին Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռների համալիրները։ Հրդեհի օջախը ֆիքսվել է Բելագորսկի շրջանի Մեժգորիա գյուղի եւ դեպի հարավ նախկին թիվ 82717 հրթիռային զորամասի տարածքում։ Տեղի բնակիչների խոսքով տարածաշրջանում լսվել են պայթյուններ, որոնք ուղեկցվել են դրոնների ակտիվությամբ։ Անցած եթերում ասացի, որ ուկրաինական կողմը հարվածների տարափ է լցրել Ղրիմում տեղակայված ռուսական զինվորական թիրախների ուղղությամբ։ Իդեպ Ղրիմի նավթաբազաներին Ուկրաինայի զինված ուժերի հասցված հարվածներից հետո Խերսոնի մարզում տեղակայված ռուսական ստորաբաժանումները բախվել են վառելիքի սուր պակասի։ ԱՏՇ պարտիզանական խմբի տեղեկություններով Գոլայե Պրիստոնի շրջանում ռուսական դնեպր խմբավորման տեխնիկան անշարժ կանգնած է, իսկ հրամանատարությունը հրահանգել է խստորեն խնայել վառելիքը։ Օկուպանտների համար հատկապես ցավոտ էր Ֆեոդոսիայի նավթաբազային հասցված հարվածը, որից հետո Խերսոնի ուղղությամբ զորքերի մատակարարումը կաթվածահար է եղել։ Ռուսական ստորաբաժանումները փորձում են դեֆիցիտը լրացնել վառելիքի փոքր խմբականակների մատակարարումներով, սակայն դա բավարար չէ տեխնիկայի լիարժեք գործունեության համար։ ԱՏՇ-ի հետ կապ հաստատած զինծառայողի խոսքով տեղաշարժերը սահմանափակված են մինչև նվազագույնի, իսկ մատակարարումների վերականգնման ժամկետները անհայտ են։ Դե պարզ է, որտեղից հայտնի լինի, եթե Ուկրաինան ոչնչացնում է եւ շարունակում է ոչնչացնել։ Իդեպ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի խորը թիկունքում գտնվող ռազմավարական օբյեկտերին հեռահար դրոներով հասցվող հարվածները անվանել է ուկրաինական զենքի կիրառման նոր փուլ, ուղղված օկուպացիոն ռուսական բանակի ներուժի նվազեցմանը։ Իսկ Ռուսաստանը վերջին 2 օրվա ընթացքում կիրառել է օդային հարձակման 294 միջոց Ուկրաինայի դեմ, որոնցով փորձել է առավելագույն վնաս հասցնել մեր խաղաղ բնակչությանը։ Իհարկե, թիրախների մեծ մասը խոցվել է ուկրաինական ՀՕՊ-ի կողմից, սակայն կան նաև հարվածների հետևանքով վնասված օբյեկտներ։ Բացի այդ, Ռուսաստանը ակտիվորեն կիրառում է նաև կառավարվող ավիառումբեր եւ հեռահար հրետանի ուկրաինական սահմանամերձ ու մերձճակատային ենթակառուցվածքները ոչնչացնելու համար, ինչի հետևանքով կան ավերածություններ եւ զոհեր խաղաղ բնակիչների շարքերում։ Իհարկե ոչ այն մասշտաբներով, որոնց մասին կարող էր երազել ագրեսոր երկիրը, բայց մեզ համար մեր յուրաքանչյուր զոհված քաղաքացին մեծագույն կորուստ է, ինչևէ սա պատերազմ է եւ մենք որպեսզի սանձենք ագրեսորին պետք է ավելի շատ թիրախներ խոցենք, որ կռիվ նախաձեռնողները հասկանան իրենց պատերազմի հետևանքները։ Շատ չերկարացնեմ եթերը, ինչպես միշտ բոլոր տպավորիչ կադրերը մեր Telegram-յան ալիքում են, բաժանորդագրվեք ովքեր դեռ բաժանորդագրված չեն եւ առաջիններից մեկը տեղեկացեք ամենահետաքրքիր ռազմական եւ քաղաքական իրադարձությունների մասին։ Հուսամ կհանդիպենք ուրբաթ, ձեզ ցանկանում եմ ամենալավն ու բարին, ամենագլխավորը անփորձանք եղեք։